Սիրելի հայրենակիցներ, գտնվում եմ Նազարբեկյան թաղամասում, ավտոբուսների վերջնակետում կամ սկզբնակետում։ Այստեղով 4 երթուղի է շարժվում եւ մեր քաղաքացիները այստեղ արևի տակ այս շոկ տապին առանց կանգառասրահի բացակայության պայմաններում սպասում են ավտոբուսի օրինակ Բարև ձեզ, ժողովուրդ ջան, ես մեքենայով եմ լել, չեմ ջոգել, բայց իմեցա 40 րոպե սպասում որոշ ավտոբուսի համար չեմ ասում, որ չլինեց բազար ենք անում, բայց տեղ չկա նստենք, 1000 հիվանդություն կա, շոկ կա, երեխաներ կա, լիքը բաներ կա, չենք հասկանում խի։ Ներքև էլի նստելու տեղը սարքեք սրեղացի ինչա։ Լիքը ավտոբուսներ է սա հռելի տարածքի վրա մի հատ բան չի ասում, բայց ժող ջամի։ Լավ եկեք, մերսի տղեկ ջան, հաջողություն։ Սիրելի երևանցիներ, տեսեք, հավաքանու վերջին նիստի, որ ասում էի այո, կանգառասրահների բացակայություն կա, դա հիմնավորվեց եւս մեկ փաստով, բոլոր փաստերով ներկայացնելու եմ։ Այստեղ պետք է կանգառասրահ լինի, Տիգրան Ավինյան։ Սա կանգառասրահի բացակայության խնդիր է եւ մեր տարեց մարդկանց, մեր թոշակառու մայրերին, հայրերին, դուք ասում եք սիրում ենք, բայց ինչպես եք սիրում։ Երբ որ այդ շոկ ամռանը այստեղ հյուրանոցի համար ավելի լավ պայմաններ են ստեղծված, բիզնես կենտրոնների համար ավելի լավ տարածքներ են ստեղծված, քան մեր հասարակ քաղաքացիների, որոնք ավտոբուսից են օգտվում, ու մի բան էլ ասում եք հələ որ խթանում ենք ավտոբուսից օգտվելը, վարորդները իրենց մեքենան կանգնեցեք, հես օրինակ բերեցի, մեր տարեց հայրիկը իր մեքենան կանգնեցրել է եւ ավտոբուսից է օգտվում, այստեղ արևի տակ սպասում եք կանգառասրահ չլինելու պատճառով։ Հիմա առաջարկս, երբ որ ես քննադատում եմ, նաև առաջարկ եմ ներկայացնում։ Առաջարկը այն է, որ Նազարբեկյան թաղամասում այս վերջնակետում կանգառասրահ տեղադրվի, ինչքան շուտ, այնքան լավ, քանի որ շոկ ամառ է։ Այսքանով կսահմանափակվեմ, կսպասեմ Տիգրան Ավինյանի պատասխանին, թե երբ է կանգառասրահ, թե հələ խելացի կանգառասրահից չեմ խոսում, մի կանգառասրահ թող բերեն դնեն, հետո խելացի կանգառասրահի մասին նոր մտածեմ։